Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ինքնաճանաչում ֆորմատով այսօր մենք խոսենք քաղաքագետ Անուշ Սետրակյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Վարդան ջան։ Մենք շատ ենք իր հետ զրուցել ուղիղ եթերում, բայց ոչ մի անգամ ինքնաճանաչում ֆորմատը ես ստեցել չեմ պահել ձեր հետ։ Մի անգամից անցել ենք քաղաքականության, շտապելով խոսել օրվա անցուդարձի մասին, բայց այս անգամ ուզում եմ մի քիչ ժամանակ տակ մեզ դիտողներին ծանոթացնենք ով է Անուշ Սետրակյանը, որտեղից է գալիս, կրթությունով, ալմատներով։ Սկսենք ալմատներից, ամենաչսիրած Նիկոլ Փաշինյանի ամենաչսիրած մասը։ Դուք ալմատներով որտեղից եք։ Տեսեք, շատ հետաքրքիր է, հայրս արմատներով Ղարսխեցի է։ Ահ, ես ինչ ասեցիք։ Այո, իհարկե, եւ երբ որ ասենք, նո այնտեղ խառը բան գենետիկ պատմություն կա, եւ ամուսնացել էր մորս հետ, որը մաքուր արցախցի է, այսպես։ Շուշի ամբողջ բեքգրաունդը այնտեղ է Երբ որ հորս ասում են վերջը դու որտեղից ես քեզ համարում, հա, Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան, այնտեղ էլի խառը գենոտիպեր կային, ասում էր ես Ղարաբաղցի եմ։ Դա իմ հոր բառն է։ Ասում էր ախր, խնդրում եմ, հանգիստ թողեք ինձ, ես Ղարաբաղցի եմ։ Եվ դա ուղղակի արմատապես կապվում էր նրա հետ, որ երկուսն էլ շատ քաղաքականացված էին։ Երկուսն էլ բավականաչափ այլախոհ էին, այսինքն այդ ամբողջ ժամանակին սամիզդատը, այդ գրականությունը, որը պատտվում էր մեր տանը, այդ բոլորը նրանք ոչ միայն տեղյակ էին կրողն էին, այլև տարածողն էին, չնայած բավականաչափ զգուշավոր, որտեղ հայրս պարտիական աշխատանքի մեջ էր, մայրս սարսափելի վախենում էր համասարանի աշխատանքը կորցնելուց եւ ես լավ հիշում եմ, որ երբ որ մեր տուն գալիս էին համաժողովին, հայագիտական համաժողովներ կային, չէ, Ժան-Պիեր Մահեն, ես շատ մանուկ հասակից, ասենք դուրը բացել են մեր տան, Ժան-Պիեր Մահենն է մտել, Ջեյմս Ռասելն է մտել, հա, այդպիսի մարդիկ են մտել, Պիտեր Քաունն է մտել, այդ բոլոր հայագետները իհարկե այնպես է ստացվում, որ ենք ծանոթանում են մորս միջոցով, հետո գալիս են հորս համար, որտեղ այդ միջավայրը ամբողջովին հայրս էր ստեղծում։ Եկել մայրը փաստորեն համալսարանում էր աշխատում որպես դասախոս բանահյուսության։ Ես կարող եմ այս օգտագործել եւ մտքովս բան անցավ, թող մեզ դիտողները գրեն ով արմատներով որտեղից է, թող Նիկոլ Փաշինյանը կարդա ու գնի սարսափների մեջ։ Խնդրում շարունակեք։ Գիտեք, արմատներով ես միշտ հասկացել եմ, որ ցանկացած մարդ, ցանկացած ծագումով հպարտանալու առիթ ունի, որովհետև եթե մարդը ազնիվ աշխատող է, նա հաստատ ներդրում է ունեցել իր սերնդի, իր երկրի կյանքի մեջ, բայց առավելագույնս հաճելի է, երբ որ քո ծնողները տարածվում են իրենց նույնիսկ post-mortem, հա, ետ մահու իրենք տարածվում են միջավայրի եւ շրջապատի մեջ եւ ամեն տեղից։ Ես ձեր մայրիկի ուսանող եմ եղել, ես ձեր հայրիկի հետ աշխատել եմ, ձեր հայրը մի անգամ էսպես արեց, ձեր մայրը մի անգամ, հայրը մի անգամ օգնեց եւ այդ բոլորը իհարկե չէ դու չես կարող կայանալ միայն քո ծնողների վաստակի շնորհիվ, բայց լավ զգալ դու քեզ կարող ես եւ ես ինչքան ուժ ունեմ լավ եմ զգում եւ կարծում եմ որ դաստիարակությունը միջավայրը ավանդույթը ինչպես ամեն մշակութային ավանդույթ դա կլինի մշակութային ավանդույթը դա կլինի ընտանիքի մշակութային ավանդույթը անխուսափելիորեն անդրադառնում է մարդու ձևավորման վրա այսինքն ասա թե ինչ միջավայրից ես դու դուրս գալիս եւ ես ասեմ ինչ ավանդույթի կրող ես դու եւ ինչ ես հետո գալու տանելու այն կողմ հա տարածելու դա համար եւ մորս պատմությունը այդ առումով շատ ունիկալ է որովհետեւ նա քանի որ հայրը պարտիական եւ զինվորական աշխատող էր նա տատանվում էր սովետական միության աշխարհագրությամբ դա եւ Բաքուն էր դա եւ Պետերբուրգն էր եւ մինչեւ մոտ 23-24 տարեկան հայրեն մեկ բառ չգիտեր իրենք տեղափոխել էին Հայաստան նա հայրեն ոչ մի բառ չգիտեր եւ դուք հիշում եք այդ ժամանակ
նու դա պետք էլ չէր Հայաստան կարիք չկար, հա։ հա անխոնջ ռուսաֆիկացված էր բայց մայրս որը ռուսական բանասիրական է եւ բանը կոնսերվատորիան ավարտելուց հետո հանկարծակի հասկացա որ ինքը կապ չունի ռուսերեն լեզվի դասավանդման հետ եւ այդ դա պայմանավորվեց Կարապետ Մելիք Օհանջանյանի հետ հանդիպմամբ այսինքն Սասնա ծռերի այդ գիտակի եւ փայլուն գիտնականի եւ վերջ մայրս հիվանդացավ Սասնա ծռերով Կարապետ Մելիք Օհանջանյանը որին ես տեսել եմ շատ այսինքն ոչ թե ագիտակից տարիքում մի 8-ից 8 ամսականից մի տարեկան հասակում հետո նա մահացավ Կարապետ Մելիք Օհանջանյանը, որ ինքն է շփում ռուսերեն եւ որը ինքը Ստալինյան աքսորի product է, այսինքն այդ պատմությունը, որ Ստալինյան աքսոր, բռնապետություն, այդ բոլորը ես գիտեի, նու երևի մայրական կաթի հետ ես աչքերս բացել էի եւ գիտեի, որ մենք ապրում ենք բռնապետության մեջ, որ սա նու այն խնդիրն է, որը ալուծելի է, բայց մենք պարտավոր ենք ներքուստ պահպանել մեր խիղճը եւ գիտելիքը Այդ դա շատ կարևոր է, դա հիմա դարձել է իմ կրեդոն։ Ինչի դեմ եմ ես, ինչի համար եւ ինչի դեմ եմ ես պայքարում, որ այդ ներքին ընտանեկան իմացությունը հանկարծակի դուրս չգա մեր գիտակցությունից, որտեղ հիմա ամեն ինչ արվում է, որ արմատախիլ արվի ներքին ճշմարտությունը։ Դա ազգային ճշմարտություն կլինի, դա մարդկային ճշմարտություն կլինի, դա էլեմենտար բարոյական ճշմարտություն կլինի։ Հիմա այնպես են անում, որ գլխի վայր շրջեն, ու դա պոստմոդեռնիստական հնարք է, նորություն չի։ Այն անասնաֆերմայի օրինակով, հա, պատերազմը խաղաղություն է, բանը, սևը սպիտակը դա շատ նորմալ տարածված բոլոր բռնապետներին։ Նապոլեոնը ոնց ասի։ Նույնիսկ եթե Նապոլեոնը խոզա, բայց ոնց ասի։ Այո, նու ես դրա համար ես քանի որ սիրում եմ իրական Նապոլեոնի կերպարը շեշտենք, որ դա անասնաֆերմայի Նապոլեոնը։ Հա, անասնաֆերմայի Նապոլեոնը, հա, ուրիշ է, Նապոլեոնը իհարկե ոչ մի կապ չունի բռնապետության։ Դա հիրավի իրական ավտորիտար, ավտոկրատ, բայց հիրավի շատ խոշոր պետական գործիչ է։ Եվ դրանից հետո մայրս որոշив ձեռնամուխ լինել հայերեն սովորելուն ամբողջ կյանքում իր դա այդ կոմպլեքսը մնաց։ Ամբողջ կյանքում նա անընդհատ թվում էր, որ ինքը բավարար լավ չգիտի հայերեն։ Դրա համար, քանի որ եւ հայրս էլ, քանի որ ընտանեկան լեզու ռուսերենն էր ներքին, նու դա ես չեմ թաքցնում։ Երբ որ արդեն եկավ դպրոց գնալու խնդիրը 5 տարեկանում ինձ տվեցին դպրոց, բարձվեց, որ ես ոչ մի բառ նույնպես չգիտեմ հայերեն։ Իսկ ինձ տվեցին հայկական դպրոց։ Ես երևի միակ կերպարն եմ, որը առաջի դասարանը սովորել է խայտառակ, մնացած բոլոր դասարանները փայլում, որտեղ ես չէի կողմնորոշվում լեզվի մեջ եւ լաց էի լինում, թե ինչի չեն տալիս ռուսական դպրոց, բայց երկու ծնողներս հետևողականորեն երբ որ իդեպ շատ հպարտ ասում են, որ տարբեր գյուղերից Իջևանից, չգիտեմ ինչից, գալիս էին քաղաքում բնակվում են եւ երեխաներին առաջի հերթին խցկում էին ռուսական մերոնք իմ նյարդերի, իմ արցունքների եւ այլ հաշվին հետեւողականից պահեցին հայկական դպրոցում մինչեւ գա պահը որ 1000 ներողություն ես ինձ թվում է մինչեւ գա այն պահը որ մենք կարողանանք արդեն մտնել հայերենի մեջ, ես լավ հիշում եմ, որ մայրս որ փայլուն դասախոսություններ էր կարդում հայերը եւ ուսանողները բոլորը հիշում են մեծ դրվատանքով միշտ ասում էր, որ մինչեւ կյանքիս վերջ ասում այդ կոմպլեքսը ինձ ուղեկցել է։ Մինչեւ կյանքիս վերջ նա կյանքի վերջ ինքը անընդհատ երերում էր այն փաստից, որ կարող է բայց հրաշալի էր խոսում հայերեն ազատ կարդում էր այդ դասախոսությունները եւ դեռ մի բան էլ ավելին բայց այդ բանը մնաց կոմպլեքսը մայրենի լեզվի նկատմամբ եւ այդ շատ լավ եղավ որովհետեւ ասենք ես հայրենի մայրենից մայրենին է ես թարգմանիչ եմ ես ասենք անգլերենից գրքեր եմ թարգմանում ասում են վատ չի ստացվում բայց ես նաեւ 100%-ով ունեցա եւ ռուսերեն եւ հայերեն նո հետագայում անգլերեն բայց մորս այդ պատմությունը
ռուսականությունից դեպի հայկական բանահյուսություն, ընդ որում նվիրյալ այդ նվիրումը, ֆանատիկ նվիրումը, դա ինձ համար ինչ որ բան ասում է, այսինքն ազգայինի նշանակությունը սովետական միությունում դարձել էր այդ նշխարի նման մի բան, մարդիկ հասկանում էին, որ իրենք գտնվում են իդեոլոգիական համահարթեցման մեջ եւ ամեն կերպ պայքարում էին։ Ես երբեք չեմ մոռանա, որ երջանկայի շտակ Էմմա Պետրոսյանը ազգագրագետ, հա, մեր տանն էր, Մարլենա Մուրադյանը, ասում եմ, ես բավականին հարուստ, թեկուզ անգիտակից, բայց հետագայում արդեն նաև գիտակից դառնող մանկություն եմ ունեցել, եւ Էմմա Պետրոսյանն էլ էր Մոսկվայի շրջանավարտ եւ կատարելապես ռուսախոս, եւ որ բոլոր մարդիկ փորձում են վերածնել ազգագրական այդ մշակույթը, պարերը, առանձնա, այդ այնքան հետաքրքիր է, այդ այնքան հետաքրքիր էր, որտեղ մի անգամ հայրս, որը գյուղական ծագում ուներ, ասես տնաշեն, ասում է, կյանքս դրեցի, որ կարիերա անեմ, որ գյուղից դուրս գամ, դու ինձ անդադ քաշում ես դեպի գյուղ, եւ դա իրոք կար, այդ արմատներին գնալու միտումը, այ շատ հետաքրքիր էր, սովետական միությունը ստեղծում էր իբր թե պարտոկլատ էլիտա, բայց քանի որ ֆունդամենտալ դասական հումանիտար գիտելիքը բարձր մակարդակի վրա է, այդ ֆունդամենտալ դասական գիտելիքը, այսինքն այն որ խոսում է բան, բանի մասին, բանասիրության, հա, այդ հենց բանասիրության, այդ ամբողջական հատվածի մասին, ինչի հեռու գնամ, գրականությունը բոլոր տիպի, դա լինի արտասահմանյան գրականություն, դա լինի ռուսական գրականություն, սովորական ուսանողը մինչև մինիմում 200 վեպ չկարդար, ուղղակի բավարար չէր ստանում։ Իսկ դա հասկանում եք, որ կրթական, թեկուզ եւ պարտադրված կրթական չափանիշը, որ մարդիկ փոխում են իրենց հոգեբանությունը։ Նրա համար, երբ որ սկսվեց ազգային ազգագրական բումը, դա դեռևս սովետական միության, այսպես ասած, արդեն իմ գիտակից ժամանակաշրջանն էր, ես արդեն սկսեցի հասկանալ, հա, այդ թինեյջերական բանը, ինչ-ինչոց է, նույն է դրան ուղեկցեց ազգագրական բումը, մայրս ցավոք մահացավ մորս ուսանողը Վարդան Տևրիկյանը եւ մայրս հսկայական ժառանգություն, որ ես տվել եմ ազգագրության ինստիտուտին, դա խաղիկներն են, իրենց ամբողջ դասակարգմամբ, քարտարանով եւ այլն, նա պլանավորում էր, բայց հայկական ժողովրդական հեքիաթներ, երկու հրատարակությամբ, խաղիկներ, այն ամենը, ինչ որ ապահովում է հայկականության հիմքը։ Ու կարելի է զարմանալի թվալ, որ էլիտան, բայց շատ տիպական է, չէ՞, մեր գաղթական անցյալի համար, որ էլիտան ռուսախոս էր, անգլիախոս էր, ֆրանսախոս էր, բայց դա նաև տիպական ասեմ, դες հրեական էլիտայի համար։ Ուղղակի հրեական էլիտան գնաց դեպի անկախ պետականացում, իսկ մենք, հա, բանը շեղվեցինք ինչ-որ մի այլանդակ ուղու վրա, որը ապազգայնացումն է։ Հիմա օրինակ շատ հետաքրքիր է, ես նոր իմացել եմ, որ Բրյուսովի արտասահմանյան համաշխարհային գրականության ամբիոնն է լուծարում։ Դուք հասկանում եք, ասենք, բուհը, հումանիտար բուհը լուծարում է հիմքերի հիմքը։ Գրականությունը, ոչ թե որովհետև ես այն դասավանդում եմ կամ բան, գրականությունը մարդկային կրթության գործում ամենաազդեցիկ գործիքն է։ Եվ ես չեմ կարծում, որ փակողները չափանիշն է, նաև չափանիշը։ Այո, եւ կարծում եմ, որ փակողները դա շատ լավ գիտեն։ Այսինքն փակողները հիանալի հասկանում են, թե ինչ դեր ունի գրականությունը ընդհանրապես մարդու ձևավորման, մարդու բարոյական նկարագրի ձևավորման մեջ եւ տառացիորեն, հա, այդ արմատները փակում են։ Օրինակ ես նայում եմ, չէ՞, Նիկոլ Փաշինյանը իր կինը, որոնք գովազդում են գրականություն։ Կրթությունը նորաձև է, դա գրականություն գովազդում է։ Բայց իրենք պարբերաբար ինչ որ գրքերով են հանդես գալիս, ու ես նայում եմ, թե դա ինչ գրքերն են, էլի, ասենք դա այդ մոխրագույնի, ես իմ քանի երանգամ, մի հատ այլանդակ գիրք է, այն առումով չի այլանդակ, որ դա բարոյական ինչ որ չափանիշներն է, այն մարդը, որ կարդացել է Խեցգետնի այդ բան, տրոպիկ ռակը, այսինքն դա չի կարող բարոյական հիմքեր կամ
Լյուբովի կլեզի չատրլին կամ չգիտեմ ուրիշ բան։ Բայց այսինքն խոսքը ընդհանրապես դրա մասին չի, խոսքը գրականության որակի մասին է։ Շարադրման մեթոդիկայի, ոճի, բառապաշարի, մտքերի, դա խղճուկ ուղակի բեսթսելերներ են, որոնք գրական ճաշակի հետ ոչ մի կապ չունի։ Ասենք չի գովազդում ընդունենք Չերչիլի մասին գիրքը, հա, բայց գովազդում է Էրդողանի գիրքը։ Ընտրությունը նույնիսկ այդ գրականության մեջ դարձյալ միջակության մակարդակի վրա, այսինքն գովազդվում է այն, ինչ որ եւ գաղափարապես է միջակ, եւ որպես գրական որակ է միջակ, եւ դա շատ ցավալի է։ Մինու միջակը մեղմ եմ ասում։ Եվ դա շատ ցավալի գործընթաց է, որովհետեւ ապա կրթացնել մարդու պետք չի ինձ ասել ժամանակների հրամայականի կամ ծանր վիճակի մասին, որովհետև երբ որ հիմնադրվում էին այդ ամբիոնները, դու գիտեք ինչ էր անում այդ այդպես անիծյալ սովետական միությունը։ Բոլոր տեղերում, ես որ նայում եմ այդ պատմությունը հումանիտար կրթությունների զարգացման, հա, մարքսիզմ, լենինիզմի իդեոլոգիան անցնում են։ Բայց բոլոր ֆակուլտետներում ներառյալ քիմիականը եւ կիրառական մաթեմատիկան անցնում են փիլիսոփայության եւ բարոյագիտության եւ գեղագիտության հիմունքներ։ Այսինքն մարդը պիտի մինիմալ ծանոթ լիներ այդ ամեն ինչին։ Գոյություն չունի, չկա։ Ասում եմ մարդը պիտի ունենա մասնագիտական գիտելիքներ։ Ես ասում եմ բուհը պրոֆտեխ ուսումնարան չի։ Բուհը բացի մասնագիտական գիտելիքից պարտավոր է ապահովել այդ հումանիտար բազիսը։ Բայց հումանիտար բազիս ունեցող մարդը, ես դա ընդհանրապես միայն Հայաստանի վրա չեմ ուզում ասել, ուզում եմ ընդհանրացնել։ Ոչ մեկին պետք չի, որովհետև այդ մարդը այնքան հարցեր կտա, եւ այնքան հարցադրումներ կդնի, եւ այնքան խնդիրներ կառաջացնի։ Ինչի, երբ որ կարելի է բանից էմիգրացիա կառավարել հոսքերը, ու մարդուն տեսնեն չի կարող կարդացող մարդը լինի հլումնազը։ Ավտոմատ նախ տեսնելու է բռնապետության օրինակը, բան չկա Վարդան ջան, օրինակ բան չկա, ասենք ներկայիս դրությամբ ինչ որ կատարվում է աշխարհում եւ Հայաստանում, որը չունենա իր գրական մարմնավորումը 19-րդ դարում, 18-րդ դարում, 20-րդ դարում։ Նախադեպերը պատմական։ Այո, պես նայում ես, ասում ես Տեր Աստված, այս նոր տեխնոլոգիայի իբր թե կիրառող մարդիկ, այս ինչքան հին է։ Այս ինչքան հին է։ Ասենք բոլշևիկյան ավտոկրատիայի հետ ամբողջ ժառանգությունը իդեոլոգիական, պլյուս նացիզմի իդեոլոգիական ժառանգությունը։ Դուք բերում եք մեր գլխին ջարդում եք իբրև նոր տեսլական, դե չի ախր ծիծաղելի է։ Ուղղակի ծիծաղելի է, կամ ասենք նայում եմ նախքան երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, էլի, որ պիտի սկսվի եւ Արևմուտքը, որ հիմա շատ նման է, այս Տրամպի, Զելենսկի, Ուկրաինայի այդ ամբողջ պատմությանը, իբր թե փորձում է կանխի այդ պատերազմները։ Թույլերից վերցնում են, տալիս են Հիտլերին։ Սուջեցը վերցնում են այս Հիտլերին, այս Ավստրիան Հիտլերին։ Մենակ թե խաղաղ լինի, մեկը հանկարծ մեր տները, ասում եմ, մեր թաղերով կռիվը չանցնի, ինչով է վերջանում։ Հիմա նույնը ես նայում եմ, օրինակ ասենք Տրամպի այդպես խաղաղության հռչակագրի եւ այլնի, կամ այն որ մեզ են իբր թե ասում, որ մենք խաղաղություն ենք կնքում կապիտուլյացիան խաղաղության տեսքով, իբր թե խուսափում ենք պատերազմից։ Ես ասում եմ իհարկե ոչ մեկը հիմար չի, Հայաստանի ի վիճակի չի առարկայական պատերազմ ուղղել եւ որ կասի որ գնանք պատերազմ, առնվազն ժողովրդի թշնամի է, բայց կա ուրիշ պատերազմ, գաղափարական պատերազմ, մեզ մոտ մղվում է հիմա հակահայկական գաղափարական պատերազմ, փոխանակ լինի հակառակը, փոխանակ հիմա ի դեմս պարտության անեն ազգային վերելքի գաղափարախոսություն եւ այդ ամեն ինչը միտված լինի վրա։ Ինձ մտահոգում է բանը գաղափարական պարտության քարոզը, ոչ թե փաստացի, այո, փաստացի մենք պարտվել ենք, բայց ազգային եւ ազգայնական եզրույթները ամենախայտառակ ձևով մանիպուլացվում են եւ այն ինչ որ ազգային, այսինքն ազգային որևէ բառի արտասանման դեպքում քեզ կարող եմ պիտակել իբրև մարգինալ, իբրև ծայրահեղական եւ ռևանշիստ։ Ցանկացած ազգային բառի նշումը դառնում է որոշակի ցավագին բան եւ դա չի
Չի պարտված պետության օրոք։ Չի Տեսեք, եղել։ տիկին Սետրական, իրոք ազգային բառը, ազգային դրսևորումը դա ռևանշիստական դրսևորում է։ Նրանց համար, ովքեր ուզում են քեզ որպես ազգ վերացնեն։ Իհարկե, Եթե դիրը դրված չի, ազգային դրսևորումները դա ռևանշիստական չի կարող դիտարկվել։ Եթե դիտարկվում է, ուրեմն նրանց նպատակը քեզ որպես ազգ վերացնելն է, դրա համար է դիտարկվում որպես ռևանշիստական։ միանշանակ, տեսեք, օրինակ սիմվոլիկայի վրա այդ հարձակումը, թե չէ թեկուզ Արարատ լեռան վրա։ Ես երբ որ բարի հին ժամանակներում շատ էի մի քիչ բարի հումորով ծաղրում իմ սփյուռք հայրենակիցներին, վախ Արարատ ջան, Արարատը լուսամուտից երևա, էսեն, էլ ուրիշ բան չկա, եկեք մի քիչ փաստացի խոսեք, բայց այդ ամեն ինչը հասկանալի է։ Բայց նայեք, սիմվոլիկան դա արքետիպային հիմք։ Մարդը հենվում է նրա վրա, ինչ որ տեսեք, հոր-մոր կերպարները, չէ, ասենք խնդիր կա։ Մարդիկ երբեմն ճեղքվածներ են ունենում, երբ որ հոգեբանական խիստ տրավմա են ունենում, երբ որ հանկարծ իմանում են, որ ծնողները իրենց հարազատ չեն։ Թվում է կապ ունի, մեծացրել են, բան, ամբողջ կյանքում դու համարել ես հարազատ։ Բայց ինչի է ճեղքվածքը տեղ ունենում, որտեղ սա սանվում է քո հիմքը։ Այն ինչ որ նախնական պրեզումպցիա, որ դու ունեցել ես։ Հիմա սիմվոլիկ հիմքը դա ազգի ամենահնամենի կոնստրուկտն է, որ դու չես կարող սասանել առանց ազգի մոտալուտ վախճանը առարկայորեն տեսնելու։ Դու չես կարող դա փոխել։ Հիմա ինձ ասում են հрьяաները պակաս են մոռացել իրենց հոլոկոստը։ Ասում ժողովուրդ ջան, իրենք չգիտեմ ինչ են մոռացել, բայց իրենք իրենց բոլոր տիպի մամուլներում անվանում են Holocaust survivors։ Այսինքն իրենք նույնիսկ չեն ասում հрьяաները։ Իրենք իրենց ազգի անունը դրում են հոլոկոստը, գենոցիդը վերապրածները։ Այդ Holocaust survivor-ը իրենք ամեն այդ բառի հետ աշխարհին հիշեցնում են, որ մենք ունենք պատմական, դուք ունեք մեզ տալու պատմական պարտք եւ հետեւաբար մենք կարող ենք ամեն ինչ ու այս վերջերս շատ եմ նայում այդ սիոնիզմի պատմությունը եւ ընդհանրապես դա ոնց առաջացավ եւ Իսրայելի առաջացումը։ Ես շատ վախենում եմ, որ այս ամեն գործողությունների հետևանքով ամուսոր մենք ստիպված կանենք գաղափարի շարժումանելու եւ այնտեղ կար մի հատ ես կարող եմ սխալ արտասանել այդ ֆրազը, ես պատմաբան չեմ, բայց ինչքան հիշում եմ Բերհարդ շարժում ետպատերազմյան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 34 թվականից սկսած։ Այո, որ նշանակում է փախուստ, փախուստ բա։ Եվ այդ մարդիկ պատրաստ էին գնալ այնտեղ, որտեղ չկա։ Այսինքն իրենք գնում էին դեպի վիրտուալ Իսրայել։ Երբ որ դեռ վիրտուալ տարածք չկար, երբ որ այդ մարդիկ ընդհանրապես կարող են համարվել հավերժական երազողներ, հա, նույնիսկ տխմար երազողներ, բայց այդ մարդիկ գնում էին դեպի վիրտուալ Իսրայել եւ դեռ ավելին գնում էին կազմակերպված խմբերով, իդեոլոգիապես զինված, ստրուկտուրան իմանալով, մտել են վրաններ, դա բան է, իսկական Մովսեսի պատմությունն է, լուրջ եմ ասում։ Հետևից դրել են Իսրայելի ազգային դպրոցը վրաններում։ Հետևից մտցրել են ազգային կրթության կոնցեպցիա։ Էլի վրանում, չէ, ցնդելու բան է։ Եվ հիմա որ նայում ենք, որ ռուսաստրուկ ինձ հաճախ ասենք, ես ծանոթներ ունեմ, որոնք շատ նվիրված են այս խաղաղության օրակարգին, մասնավորապես թուրքերի եւ ադրբեջանցիների հետ հաշտություն կնքելու եւ այդ բանը չէ, բարբերաբար որ ասում եմ, սա գնում է դեպի Հայաստանի անկում, ինձ ասում են դու ռուսաստրուկ ես։ Դուք ծառայում որ դուք այդպես բարեկամներ ունեք, ես չունեմ։ Հա, ես քաղաքական գործիչ եմ եւ ես գիտեմ ի տարբերություն շատերի պատմություն եւ գրականություն։ Եվ այսինքն ես ունեմ փաստը եւ դրա էմոցիոնալ վերապրումը հերիք չի տվյալ ժողովրդի կողմից, այլ կողքի ժողովրդի կողմից։ Այսինքն ես գիտեմ նույն էմոցիոնալ փաստը ոնց են ապրել գերմանացիները, հրեաները, ռուսները եւ ամեն մեկը գրել է այդ գրականությունը, այդ ամենը ես կարդացել եմ։ Հետո ստիպված ուզեցել եմ տեսնել, որովհետեւ 3 տարբեր պատմություն էր ստացվում, ասելս փաստ տեսնեմ պատմական փաստերը ինչի մասին են եւ նույնպես տարավ դեպի պատմություն։
ու ասեմ ձեզ, որ այդ հրեական նախանձախնդրությունը պետություն կառուցելու եւ սովետական միության վերաբերմունքը Հայաստանին։ Ինձ ասում են, որ Ղարաբաղի կոնֆլիկտը KGB-ն է հրահրել, ասում են միանշանակ։ Ես կասկած չունեմ, այսինքն Ղարաբաղի անջատականության հարցը դա փորձեր բանի վրա պահել սովետական միությունը, հա, լարի վրա պահել, ես դա հրաշալի գիտակցում եմ, ես անգրագետ չեմ, ինձ ասում են, որ բանը, Հայաստանը Ռուսաստանը օգտագործում էր իբրև խաղաքարտ Թուրքիայի դեմ, ասում եմ միանշանակ, բայց ունեմ մի բանը, կոնտրարգումենտ, հակափաստան, գիտեք խնդիրը որն է, խնդիրն էլ է, սովետական միությունը և Ռուսաստանը բազմիցս փորձել է օգտագործել օրինակ ջավախքի գործով։ Ջավախքի այն ժամանակ բանը, բայց այդ գործոնը չի աշխատել ոչ մի ձևով, ինչքան էլ փորձել են հրահրել։ Ինչու՞։ Որովհետև վրացական բոլոր պրոբլեմների առկայության դեպքում դրանք երկու նույն մշակութային պարադիգմայում գտնվող ազգեր էին, որոնք իրար հետ խորքային ատելություն և խորքային վնասարար պատմություն չունեին, այսինքն մենք չենք կարող խոսել հայ-վրացական ջարդերի, հայ-վրացական գենոցիդի, չկար այդ ճնշվածության և ազգային ստորացման թեման, ինչ որ կար, ասենք, թուրքերի դեպքում։ Եվ նայեք, երկար ժամանակ քանի Ռուսաստանը պրոտեկտորատ օգտագործում էր Հայաստանի քարտը, նա պահում էր Հայաստանը իբրև բաստիոն, որը շատ կարևոր է։ Եվ դրա բնական 3 կոմպոնենտ կար, մոնոէթնիկությունը, կրոնական միասնությունը, որտեղ Հայաստանում իսկապես դա այդպես է։ Եվ երրորդը ազգային գործոնի պատմական գործոնների այն ազատությունը, որ ուրիշ երկրները, օրինակ Պրիբալտիկա չունեին։ Ասենք ոչ Լիտվան, ոչ Լատվիան, ոչ Էստոնիան չեն կարող խոսել, որ իրենք պայմանագրով դուրս է սովետական միությունից եւ այլն, նրանց արգելված է։ Բայց Հայաստանը կարող էր քիչ թե շատ խոսել Եղեռնի մասին։ Ու կասեք, այ տեսնում եք այդ վատ սովետական միությունը, բայց ժողովուրդ, Իսրայելը ցայսօր ապրում է այդ բաստիոնի սկզբունքներով։ Մոնոէթնիկություն, կրոնական դոմինանտ, այսինքն ոչ մի կրոն Իսրայելում հրեական կրոնից ավել հնարավորություն չունի, դեռ ավելին ունի շատ քիչ հնարավորություն, հա չեն ճնշում, բայց իրենք այսպես բարգավաճելու կոնֆեսիաները, մենակ մեր եկեղեցու հետ այդ բոլոր պրոբլեմները նայեք, թե ինչա կատարվում Իսրայելը, արդեն կհասկանանք, որ բոլորի համար իրենք տարբեր տիպի պրոբլեմներ ստեղծելու է, որտեղ իրենց պետք չեն ուժեղ կոնֆեսիաներ, ու գիտեք, ես չեմ նեղվում։ Մարդիկ ուզում են իրենց կրոնի մոնոպոլիա, որովհետև իրենք հասկանում են, որ դա իրենց հիմքերից մեկն է։ Դուք միջև քրիստոնյաների վրա ուղղակի թքում են, բոլորում թքում են։ Իհարկե, եւ երրորդը, որը ամենակարևորը, հրեական պաշտպանության դոկտրինայում կա հետևյալ հայտարարություն, դեռևս Բեն-Գուրիոնից սկսած, որը գալիս է այդ ժամանակ։ Հետևյալն է, Իսրայելը միակ երկիրն է, ուշադիր եղեք, որը տնօրինում է հրեականության պատմական հիշողությունը։ Դուք հասկանում եք, դա ազգային անվտանգության ստրատեգիայի առաջնային կետն է, ավելի կարևոր, քան մոնոէթնիկությունը եւ մոնոկրոնությունը։ Մի բան, որ մեր մոտ արմատախիլ են անում, հակառակն են անում։ Թե նայեք ինչ են անում, մեզ մոտ մի անգամից 3 հարված է գնում։ Էթնոսի վրա լցնում են 1000 մարդիկ, էթնոսի վրա մի հարված է գնում, որովհետև դուք հասկանում եք, որ այդ ադրբեջանցիների գալու մասին խոսակցությունները պարաբզույցներ չեն եւ չի եղել որևէ բան, որը ասեն եւ չկատարվի։ Ասեն եւ չկատարվի։ Ես վերջերս մի լուր էր տպել 160 ժամը, ես դրել էի էջիս, որ մսկիթներ կկառուցվեն Հայաստանում, նիկոլական հանրույթը, այսպես կոչված պսևդո ինտելեկտուալների, ինչպիսի մի արշավարեց, սա չճշտված լուր է, իրոք կիսաճշտված լուր էր։ Բան, ասի ես չեմ հասկանում, դուք այդ վկայի եք անում, այսպես ասած փաստաբանական բաներ եք անում, որ ադրբեջանցիները գալու են, այդ ադրբեջանցիները գալու են առանց մսկիթ են գալու։ Այդ սովետական ժամանակը չէ, որ կուլտային հիմնարկները այդպիսի նշանակություն չունենան, այնուամենայնիվ սովետի կրոնը աթեիզմն էր։
Եվ դա նշանակում էր, որ գոնե կրոնական տարբերայնացումը այդքան հստակ չէ։ Նու չկար այդ կոնֆլիկտը։ Բա հիմա դուք հասկանում եք, որ դա անխուսափելի է, եթե հիմա չեն կառուցում, 15 տարի հետո հաստատապես կառուցելու են, դա միանշանակ է։ Եվ տեսեք, էթնիկ միասնության վրա հարձակում է գործվում, եկեղեցու այս դեպքերը կրոնական միասնության վրա, ներսից է հարձակում գործվում, ներսից, դրսից չեն եկել, ներսից, չնայած ես գտնում եմ, որ սա արդեն դրսի հարձակում է, դրա վրա եւ պատմական հիշողության վրա հարձակում է գործում։ Այսինքն Հայաստանը դադարում է լինել այդ 3 հիմնարար կետերի կրողը, որի վրա կանգնած է Իսրայելը եւ ոչ միայն կանգնած է, այլև կներեք բոլորին լացացնում, այս բոլորը ասում են, ախ, պաղեստինցիները, ասում ժողովուրդ, դուք հայերը ընդհանրապես չունեք ստրատեգիական մտածողություն։ Առաջերտին, երբ որ ասում ես, այս մեկը մեծ գործիչ է, կանգնում ասում են, հա, դու ուրեմն հավանություն ես տալիս այդ քաղաքականությանը։ Բայց ասես, Անգրագետ։ այ մեծ աչեմ ասում լավն է։ Մեծ քաղաքական մակարդակի կրող։ Դու չես հասկանում, որ գործիչը մեծա իր երկրի համար, ինքը քո համար պետք չի որ մեծ լինի։ Ինքը իր երկրի համար է մեծ գործիչ։ Երբ որ ասում ես Իսրայելի քաղաքականությունը, ախ, այդ արյունարուշ սիրելիս, այդ մարդիկ քաղաքականություն են վարում իրենց համար։ Դու որ սովոր չես քո համար քաղաքականություն վարել, որ ամբողջ կյանքը մտածել ես, թե ինչ անես, ումից ինչ պոկես կամ ում ոնց խափես կամ ում տակ ոնց բավարարես։ Այո, ոնց բավարարես։ Ասում է, թող թուրքերը գան, թող ռուսները գնան։ Ասում ես չեմ հասկանում, ես բանա հարսը մեռավ կիսուրի տեղը, կիսուրը մեռավ հարսի տեղը լավացավ, լայնացավ։ Ուրեմն հնարավոր չի, որ մեկը բանը գնա ու գնա։ Անհնար է, հա, այսինքն ռուսը գնա, այդ հնարավոր չի։ Սուրբ տեղը Կնես, այսինքն դու չես ուզում դիրքդ փոխես։ Իհարկե։ Դիրքդ փոխես, ուզում ես հետևինդ փոխվի։ Այսինքն նա մի քիչ այդպես կոպիտ բան առարկայական։ Չէ, ասում եմ հարմարվել եմ, ասենք, Բոստանում ասում եմ, չեմ ուզում իմ դիրքը փոխեմ։ Իսկ լավ, այն սովորել եմ։ Էսի թողերա, բայց ապայման թող մեկը գա։ Որ ես դիրքս չեմ։ Հա, այս բա չէ, որտեղ դիրքը փոխելու համար պետք է բաներ։ Պետք է որ քո իշխող էլիտաները իրենց վրա, ընդ որում ես նկատում եմ բոլոր էլիտաներին։ Իրենց վրա չունենան խայտառակ կոմպրոմատ, որ կարողանան դիմակայել տարբեր տիպի շանտաժների եւ ճնշումներին, իսկ մենք ցավոք այդ շփությունը չունենք։ Պետք է որ իշխող էլիտաները ունենան ոչ միայն պետական մտածողություն, այլ պետական զոհողականություն։ Այդ որտեղ դա այնպիսի բան է, տեսեք, երբ որ գերմանացիների կոնտրիբուցիայի ժամանակ եկա, վերաբերում եմ հրեական նախադեպին, ընդհանրապես մտածում եմ, որ վերջի պետք է ես մի հատ հովանավոր գտնեմ, որը ինձ հնարավորություն տա անելու են պատմական ոդկասթները, որոնք անում են հրեաները, ֆրանսիացիները եւ այլ առատորեն, որ գիտա հանրամատչելի զուտ փաստական շարանով, նենց հետաքրքիր են այդ ոդկասթները, մի հատ վերաբերմունք չկա։ Փաստը փաստի հետևից շարելով գնում է, թողնում է վերաբերմունքը քեզ։ Որ մարդիկ հասկանան ինչ է կատարվում։ Եվ նայեք, բանը, կոնտրիբուցիա ընդունելու ժամանակ, որ ասենք ամեն ճամբարի այդ զոհի ընտանիքին բավականաչափ մեծ, ես այ գումարները չեմ հիշում, 140 միլիարդեր են ժամանակ, թե ինչ է, թե 14 միլիարդեր, թող ինձ պատմաբաները ներեն, իրենք հետո ճիշտ թվերը կասեն, հետո ոդկասթներում կարելի ասեն։ Բայց հրեաները ապստամբեցին, իրենք ասին թքել ենք այդ փողի վրա։ Հասկանում եք։ Մենք մեր տղաներին այդ կորցրինք եւ շատ ծնողներ, դա ցավալի է, բայց վազեցին այդ արյան գինը ստանալու։ Հրեաների այդ ժամանակ դեռևս այդպես նորածին Իսրայելում ֆանտաստիկ ցույցեր էին։ Մարդիկ ասում էին թքել ենք այդ փողի վրա։ Բայց այդ փողը պետք էր Իսրայելի զարգացման համար։ Եվ ուրեմն արդյունքում ինչ եղավ, որ այդ մարդիկ այդ փողը ստացան եւ իրենց թողեցին մոտ 25%։ Մնացածը գնաց Իսրայելի զինմանը, դա պետական որոշում էր, բայց դժգոհությունը աճում էր։ Եվ այն ժամանակ ինչ արեց Իսրայելի կառավարությունը։ Այն ինչ որի հնարավորությունը մենք երբեք չունեցանք։ Ազգի հանդեպ բանը
հանցագործություն գործած բոլոր հանցագործները, որ փորձել էին ճողոպրել, Բարսելոնա, Արգենտինա, չգիտեմ ինչ, Ուրուգվայ, մի գիշերվա մեջ բոլորին բերեցին, բռնեցին, տարան Իսրայել, դատեցին եւ դատապարտեցին գնդակահարույց։ Դուք հասկանում եք դա ինչ օպերացիա էր, այսինքն մարդիկ այնքան են գնահատում պատմական հիշողությունը եւ իրենց ազգի զգացմունքները, որ Իսրայելը զարգացնելու համար գերմանական փողից չհրաժարվելով, միևնույն ժամանակ արեցին այդ վրիժառության, ես դա վրիժառություն չեմ համարում, արդարության ակտերը, որ մարդիկ հասկանան, որ իրենց էլիտան իրենց կողքին է եւ հարգում է իրենց հիշողությունը։ Ոչինչ Մենք կարող ենք խոստանալ, որ մեկ էլ հենց պետություն ունեցանք, այդ ծրագիրը արդեն բան ունի, նախապատմություն ունի, եւ մենք կարող ենք դա բան անել, իրականացնել, ու պետք է իրականացնենք արդարադատություն վերականգնելու համար, ոչ թե վրեժխնդությունից դրդված։ միայն դա, փաստերով եւ այլն։ Լսեցիք նեղածիններ, նեղի զավակներ, նեղի հետևորդներ, այդ մենակ ես չեմ ասում, լավ, ասենք ես երրորդ մասցի եմ, լավ, ասենք ես դաժան եմ, ես ասենք, ինչ ասես լսել եմ, կարդացել եմ իմ մասին, ալնախում, բան, չգիտեմ, չներող, սա զեզանուշ ծետրակեն դաս, նրանից չի, որ իչեն դաժան, սա նրանից ինչից է, դատական գործընթաց բոլոր պարագաներում, դա, եւ գիտեք, այնտեղ մի հատ նենց հետաքրքիր բան կար, ուրեմն այդ մարդու շահերը ներկայացնելու համար բան էր պետք, փաստաբան, բայց Իսրայելի այդ օրենքներով, ես չգիտեմ հիմա փոխվել է թե չէ, ոչ իսրայելցի իրավունք չուներ դատական գործունեություն ծավալել Իսրայելի տերիտորիայի վրա, ոչ մեկը իրավունք չուներ, ու հսկայական, մի հատ օրենք են ընդունել, որ այդ մարդը ունենա իր փաստաբանը, պաշտպանը, ասենք գա եւ ինչ որ ձևով պիտի ունենա, չէ, նաեւ պաշտպան։ Ասածս ինչ է, որ յուրաքանչյուր ազգի հաղթանակի հետևում գտնվում է վառ տեսլական, այդ ազգի ապագայի, այդ ազգի հաղթանակի, որտեղ եթե դու չունես հաղթանակի տեսլական, դու չես կարող ունենալ նեյտրալ տեսլական, նշանակում է դու ունես պարտության տեսլական, վերացման տեսլական, չկա մեջտեղ, որ ասում է աչս քաշած ապրենք, ոչ, ինչպես Էջմիածնի համայնքների խոշորացում արեցին մի երկու գիշերվա մեջ, այնպես էլ աշխարհի քաղաքականության ամբողջ սպեկտրը ուզում է, որ խոշորանան պետությունները, այսինքն մանր պետությունների կասինգ է գնում, ով իրավունք ունի ապրելու եւ իրավունք չունի ապրելու, ով իրավունք ունի մնալու եւ իրավունք չունի մնալու, որտեղ դուք հասկանում եք, որ պետությունը դա քվեարկության ձայնն է, որ դա որոշակի չլուծված պատմական եւ տնտեսական կոնֆլիկտներ են, Հայաստանի արտաքին պարտքը հասել է եսի մոտ, ինչքան կարելի է պահել այն պետությունը, որ անդադ տզրուկ է քո համաշխարհային տնտեսության օրգանիզմի վրա։ Եվ տեսլականն էլ միայն պարտվողական է, միայն խնդրողական է, միայն բանա ավտորիտար է, այդ պետությունը դուք նայեք, ասենք Վարդան ջան, դուք երաժիշտ եք, ասենք աշակերտ ունեք, դիրիժոր եք, աշակերտ ունեք, մեկ սովորացրիչ չմտավ գլուխը, երկրորդ սովորացրիչ չմտավ, երրորդ, չորրորդ, հինգերորդ անգամ չես ասի թող գնա։ Սա քոնը չի։ Հիմա ոնց որ մեզ բերում են նրան, որ հայ ազգ պետությունը քո բանը չի։ Վերկաց եւ գնա հավերժական ճանապարհությամբ, բայց այս անգամ անապատներով դու չես գալիս քո ավետիացի երկիր։ Այս անգամ դու անապատներով գնում ես ու ձուլվում ես քամիներին ու դրանով ամեն ինչ վերջանում է։ Մենք ունենք հայկական արևմտյան գաղթօջախների տեսլականը մեր աչքի առաջ։ Մենք տեսնում ենք թե ոնց է այդ ձուլումն իրականանում։ Ինչի, որովհետեւ չկա միասնական ազգային ծրագիր ու ոչ մեկը մատին չի տվել այդ ծրագիրը ձևավորելու համար, այսինքն եթե մարդիկ գնում են իրենց վիրտուալ հայրենիքը, վիրտուալ չկար, այստեղ մարդիկ փախչում են իրենց եղած հայրենիքից, կամ տանուլ են տալիս իրենց եղած հայրենիքը եւ դա շատ ցավալի է։ Ես ուզում եմ հարցնեմ, դուք մոտ եք եղել ամեն դեպքում Քոչարյանական շրջանում առաջի տիկնոջը։ Այն ժամանակ կար հնարավորություն այս տեսլականները առաջարկելու, որպեսզի նրանք իրագործեն, մտածեն,
Չափից դուրս խակեի, դա բլավ են տարիքը չէր էլի, որտեղ մարդը մտածում ինչ-որ տեսլականների մասին։ Հետո եկեք հաշվի առնենք, որ այսպես հաղթանակը նոր էր, շատ նոր էր, դա Правильно. որոշակի էյֆորիա էր, բայց գործում էր վազգենական այն սկզբունքը, որ առաջի հերթին բոլոր բարիքներից օգտվելու են նրանք, ովքեր կռվել։ Այսինքն կռված մարդու տեսլական իր բոլոր տգեղագույն դրսևորումներով, դե այնտեղ շատ տհաճ դրսևորումներ կային։ Դե ախր ձեզ ասեմ մի բան, էլի կռվելու գնում են կամ սուպեր ինտելեկտուալները, կամ սուպեր չինտելեկտուալները, էլի, եւ վերջիններից քանակը գերակշռում է, դա նորմալ։ Եվ այդ մարդիկ վերադարձել էին, իրենք իսկապես կռվել էին, իրենք իսկապես իրենց լուման ունեին, իրենք իսկապես հերոսացել էին, եւ իհարկե սկսվել էր բարիկների բաշխումը նաեւ ըստ այս սկզբունքի, չէ, չկար այդ դրա ընկալումը, չկար դրա գիտակցումը, այդ գիտակցումներ ունենալու համար պետք է լիներ Լևոն Տեր-Պետրոսյան։ Հասկանում եք այնուամենայնիվ բոլոր սխալ, թեր եւ դեմ կողմերով մենք պետք է հասկանանք, որ պետական գործի մտածողություն կարող է ունենալ միայն ծայրահեղագույն կրթված մարդ, Դեպքում ինչու իրականացեց տեղից հարց է ծագում։ Հաջան Այդ դեպքում ինչու նա չսկսեց այդ գործընթացը, ինչ արեց նա։ Դեպի հակառակ։ բայց այստեղ նաև գիտեք ոնց է, կրթությունը բավարար չի։ Կարծում եմ, որ մեր Հայաստանում միշտ եղել է կրթության եւ կամքի դեֆիցիտ։ Ով որ ունեցել է կամք, չի ունեցել կրթություն, ով որ ունեցել է կրթություն, չի ունեցել կամք, եւ այդպես շարունակաբար, կամք եւ քրականություն։ Հետո այնպես է եղել, որ արդեն դա եղավ բանը, կրթություն մինուսով, կամք մինուսով, այսինքն չար կամք, չարակամություն արդեն եղավ, ոչ թե կամք։ Նեգատիվ կամք մենք ունեցանք վերջում։ Իսկ նեգատիվ կամքը շատ հեշտ բան է։ Որ ասում են, եկեք քանդենք հին սիստեմները։ Չկա մի բան, աշխարհի ամենաառասպելական կոթողը քանդելը 2 վայրկյան է։ Հետո սարքել, ասում են, քանդենք նորը սարքենք։ Ախր դու մի հատ քեզ նայ, դու սարքելու ունակ ես։ Դու ոչ մի համակարգ չես կարողանում կայացնել։ Ոչ մի համակարգ, տնտեսական, էկոլոգիական, չգիտեմ, բան, ռազմական, ոչ մի համակարգ կայացման ենթակա չի։ Քանդելը աշխարհի ամենահեշտ բանը։ Հələ հերիք չի ասում, որ դեմա քանդելու նա հին է։ Նա ուզում է պահպանել հինը։ Ասենք բանը։ Ով որ ուզում է պահպանել, ասենք բանը, սակղկյողը, նա հին է, որտեղ սակղկյողը հին է։ Կարելի է քանդել, չի։ Պատկերացնում ես այդ ինչ լավ բլուր է, ինչ դեղ բան կարել է սարքել, ասենք պենթհաուզներ։ Վարդան ջան, դուք երկար ժամանակ չեք եղել Հայաստանում։ Դուք չեք պատկերացնում, թե Հայաստանում ինչ է կատարվում հենց կոնկրետ Երևանում, բանը։ Այնպիսի տպավորություն է, որ ասում եմ, ես ասում եմ, շենքերը թռնում են դեմքին ու թափվում են գլխի։ Ռեալ։ Դե արդյունքներն հիմա տեսնում ենք էլի օդի ձևով։ Դե օդը այնպիսին է, որ մարդիկ 25 տարեկանից սկսած ինֆարկտ են ստանում, ռուսները, որոնք ինչ-ինչ սովորեն, որ իրենց պետությունը իրենց այդ մինիմումը պիտի տրամադրի, էլի։ То есть եթե դու ապրում ես տոքսիկ բանում, ну, ասենք հանքերի մոտ, գոնե դրա համար դու փող ստանաս։ Սիբիրում դու գիտեք, մարդիկ ծանր պայմաններում գնում են աշխատավարձները միլիոնից եւ այլն, ну շատ բարձր են։ Միլիոնը դա այսպես բան չի, փաստացի թիվ չի, մետաֆորա։ Մարդիկ ապրում են հանքերի մոտ, աշխատավարձը բարձր է։ Եկերս ռուս ռելոկանտներն են իրար խառնվել, հակագազերով ցույց են անում։ Այսօթը մենք կիշեցինք, հայ ազգը ունի մասսայական իմունիտետ ամեն ինչի հանդեպ, բացի սեփական գումարներից։ Այդտեղ իրենց մոտ շատ ցավագին իրավիճակ է ստեղծվում, այսինքն այնտեղ, որտեղ ֆինանսական հարցերը հայերին մտահոգում են, այդտեղ հանկարծակի բոլորը դառնում են խիստ մտահոգ, խիստ ներգրավված, խիստ գործունյա։ Մնացած բոլոր դեպքեր ինչ օդ կշնչեն, չէ, երեխեքը ինչ կխա, չէ որ բոլորի երեխեքն են նստել։ Հո երեխեքը ընտրովի չեն շնչում այդ օդը։ Հա։
տեսեք տիկին Սեթրակյան, այսօր կիրթ մասայի մոտ, շերտի մոտ, դիլեմա է, հարց, ով ենք մենք, այս ինչ պատահեց մեզ հետ, այս ոնց այս վիճակին ընկանք, ես ուրիշ բաներ պետք է ասեմ, արդյոք արդեն մենք էլ պետք է տրվենք մեր ներքի ցանկություններից, սկսենք հայոյել, որովհետև այլ բան չի մնում անելու, եթե քիչ ենք մնացել մենք, ուրեմն ապագա չունենք, մեր այսօր մտածող մասայի մոտ լուրջ հոգեբանական խնդիր կա, ու ես դա զգում եմ, ես դա ցույց չեմ տալիս, ես սենց լեդակոլի նման, սարսահատի նման գնում եմ առաջ, բայց ես գիտեմ, որ հետևս կա այդ մտահոգությունը, ես երեխեք ունեմ, ես նույնիսկ կին ունեմ այդ մտահոգություններով, այս ինչ եղավ, ոնց եղավ, գիտեք ոնց է, եթե դուք երեխաներ ունեք, ասենք կինը ավտոմատ չի կարա նույնիսկ լինի։ Ասենիկս ինչ եմ ասում, ուզում ասեմ, մարդիկ, որոնք ասենք, ինձ նայում են, ասում են, լավ, ինքը կարող է մենք բան ասենք, լավ, շեղումներ ունի, ուղղակի գնում է, բայց հետևից եկող չկա, մարդ չկա, մտածող չի մնացել, որտեղ եթե նայենք ազգի ընդհանուր վարքագծին, կարելի է եզրակացնել, որ սա գժանոց է բաց դռների տակ, սա երկիր չի։ Պատերազմի տրավմա։ Այն հատուկ ներդրվող գաղափարը, որ ինչ ջանքեր եւ ինչ ազնիվ մղումներ են ունեցել, դրանք բոլորը իզուր ա եղել։ Հատուկ ներդրվող, դա նենց գաղափար չի, որ մարդիկ հանկարծ մտածել են, որ այդ ամեն ինչի իզուր ա եղել։ Դա հատուկ ներդրվել է։ Հատուկ ապագաղափարականացումը, ապազգայնացումը, հատուկ դա այդ ամենը բերում է նրան, որ մարդիկ գտնվում են պոստպատերազմական տրավմայի մեջ, ինչքան էլ բոլորս փորձենք դա մեզանից թաքցնել, մենք այդ տրավմայի մեջ ենք հիմա, մենք այդ տրավման մեզ հիմա խեղդում է Վարդա ջան։ Մենք խեղդված ենք այդ տրավմայի մեջ, եւ դա բնական է բոլոր յետպատերազմական իրականությունների համար։ Ուրիշ հարց է, որ յուրաքանչյուր յետպատերազմական իրականությանը տվյալ երկրի էլիտան արձագանքում է յուրովի։ Եվ ես բերեմ իրանց սիրած Ադրբեջանի օրինակը։ Ադրբեջանը պարտվել է պատերազմում եւ այդ պարտության պայից սկսել էր մշակել հաղթանակի տեսլակը, որը եւ ակնհայտորեն երևաց։ Դա եւ բանը Ադրբեջանի ներքին ազդեցության ագենտների պատրաստումն է Հայաստանի տերիտորիայում, որ ակնհայտ է, չէ, որ գնում էր վերբովկա եւ դա ակնհայտ էր, որ այ մի հատ պոդկաստ եմ ուզում անել, այս կանեմ անպայման, այսքանի ժամանակ, դա հավաքագրման մեխանիզմները եւ հավաքագրման թիրախները, ովքեր են այդ հավաքագրման թիրախն առնում, շատ հետաքրքիր բաներ են բացվում։ Ջորդան Պետերսոնը այդպես մի քանի նախկին սովետական ագենտի հետ ինտերվյուներ ունի, այ դրա հիման վրա ուզում եմ այդպես կոմպիլյացիա հավաքել, տեսնենք, թե ոնց են այդ մեխանիզմները աշխատում։ Եվ իհարկե Ադրբեջանը վաղուց սկսել էր Հայաստանի հողում տեղադրել իր գաղափարական գործիչներին, ագենտուր է դա, agent of influence, հա, այդ ազդեցության գործակալներին, որովհետև դե ես ասեմ ձեզ անկեղծ, որ այն ժամանակ, երբ որ Արցախը գտնվում էր Հայաստանի տիրույթում, խաղաղության քարոզը շատ ձեռնտու էր Հայաստան։ Շատ։ Եվ որովհետև դա բաներ փորձեր թողնել իրեր այնպես, ինչպես կա։ Ну, Ղարաբաղը մերն է, իսկ մենք ադրբեջանցիներից շատ լավ ենք։ Բայց ես հիշում եմ, որ մենք գնում ենք բազմաթիվ սեմինարների ադրբեջանցիների հետ հանդիպնելու։ Իրենք օտար հողում մեզ հետ շփվում են, բայց հետո իրենք իրավունք չունեն մեր հետ անգամ մեյլ փոխանակելու։ Եվ իմ կողքը նստա, ասենք, իմ կողքը ադրբեջանցի մի կիներ են գեր, ուկրաինացու հետ տեղը փոխեց, ես հայ կողքը չեմ նստի։ Իրենց կարելի է, իրենք շատ խաղաղասեր են, բայց իրենք 30 տարի շարունակ մշակում են հաղթանակի իրենց տեսլականը, գաղափարական դաշտում կռվում են Հայաստանի գաղափարախոսության դեմ, բանի դիվանագիտական դաշտում կապեր էին հաստատում Թուրքիայի եւ այլ երկրների հետ շատ հետեւողական, իսկ դերազմական դաշտում էլ զինվելը մենք տեսանք, թե ինչ կարգի եւ ինչ աստիճանի զինվում էին։ 30 տարի շարունակ նրանք մշակում են իրենց հաղթանակի տեսլականը, որտեղ իրենք պարտվել էին, բայց այդ պարտությունը համարել են հերթական էտապը իրենց կենսագրության եւ հիմա մենք պարտվել ենք։
Եվ փոխանակ մշակենք մեր վերականգնման եւ հաղթանակի տեսլականը, մշակում ենք մեր խորապարտության խորացման տեսլականը։ Այս հրաժարվենք, մաշտոցը բան անենք, եղեռնը քանդենք, այս անենք, այն անենք, այն անենք, այն անենք, եւ հերիք չի մի խումբ տգետ, բացարձակ տգետ, աշխարհի ամենաահավոր տգետը 3 գիրք կարդացած եւ դրանցից 10 էջ հասկացած մարդն է, նա ահավոր տգետ է։ Բան, ես ասում եմ, համացանցում մարդիկ կան, ասում եմ, իբրե գրականություն են վերլուծում, ազգային ժողովի падգամավորնելով, ասում, չգիտեմ, այն ինչ ինքը անում է գրականության հետ, ուղղակի պարտավոր է դրանից հետո իր հետ ամուսնանա, որովհետև ուրիշ բան հնարավոր չի անել այս պարագայում, հա, իսկապես դա այդպես է։ Պատասխանատվություն կրի հետևանքների համար։ Այո, պատասխան, որտեղ դա առանձնահատուկ այլասերված կերպով վերաբերմունք է գրականության հանել, բայց դա մի կողմ, այդ համացանց դրված այդ մարդիկ քարոզում են հետևյալը, ինչ որ ազգային է վտանգավոր է, ինչ որ պատմական է սուտ է, մաշտոցի նկարը դպրոց բանը դասագրքերից հանել ենք, որովհետև բանը մենք չգիտենք մաշտոցը իրականում պատմականում այդպեսին տեսքա ունեցել կամ գոյություն ունեցել թե չէ։ Ասում ուղղակի սքանչելի է ասի։ Բանը Հիսուս Քրիստոսի նկարն էլ հանիր, բոլոր հնարավորությունից, հետո դու չգիտես Հիսուս Քրիստոսը տեսք ունեցել է թե չէ։ Ինչը եւ հաջողության բանում ունես, էլի։ Բան։ Այսինքն այդ բոլոր այդ տգետ խումբը անընդհատ դավադրական աշխատանք է տանում, խոսում է, այնտեղ գնում է մահմեդականության քարոզ, այնտեղ գնում է հակաքրիստոնեական քարոզ, այնտեղ գնում է հակապատմական քարոզ, առանձնահատուկ ցիկլով, այո, առանձնահատուկ բանով, փողային ներդրումներով, այդ դրա վրա փող չի խնայվում։ Այդ դրա վրա փող չի խնայվում այդ պարտվողականության իդեոլոգիայի համար եւ ինչ ասում ես, ասում ուզում ես պատերազմ լինի, իսկ դու գիտեք, չէ, որ բանը կիսագրագետ ամբողջի վրա դա ահավոր ազդում ենք։ Մի անգամ ասում եմ, վայ իմ կաշին հիմա հանկարծ ուղարկեն ինձ պատերազմ, երեխայիս պատերազմ մերկադրությամբ հնարավոր չի, բայց գաղափարական պատերազմը սեփական դաշտում տանը Հիմա ինչ որ իրականում մեկին հրյաները կյանքը դրեցին, որ ստեղծել հրականության կոնցեպտը, դրանք կյանքը դնում են նրա վրա, որ ստեղծեն բանը հայկականության բանը բացառման կոնցեպտը։ Տեսեք, մենք մի իրավիճակում ենք, որ ասենք իմ նման մարդը հասկացել է, որ ես ոչ մեկի վրա չեմ կարող հույս չկա Հայաստանում քաղաքական ուժը, անհատը, կուսակցությունը, պատգամավորը կամ նախարարը կամ որ ես կարող եմ իր վրա հույս դնել ու նա իմ երկրի կամ իմ շահերի որպես ժողովուրդ, էլի, որպես էթնոս, իմ կողմից ինչ-որ մի բան անում։ Ես եկել եմ այդ եզրակացության անհուսությունից, այսինքն հուսահատությունից, ես եմ ինչ-որ մի բան փորձում անել։ Հիմա Հայաստանում կան մեր նման շատերը եւ աշխարհով մեկ։ Մենք իրանց ոնց դրթենք, մոտիվացնենք կամ ուղղորդենք, որտեղ ես ինձ ասում են, ուղղորդեք մեկ, ասում ես ինչ որ հնարավոր արդեն ուղղորդում եմ, հա, չուղղորդելով ուղղորդում եմ։ Մենք գլոբալ ինչ բանաձև տանք, ոնց մեսիջ ուղարկենք, հա, ոնց մոտիվացնենք, որ եղբայր հարազատս ոչ մեկից փրկություն մի սպասի։ Մեր ձեռքն է։ Ինձ համար շատ բարդ հարց եք տալիս։ Գիտեմ, իմ բարդ հարցեր տալը։ Ես էլ եմ այդ հուսահատության զոհը։ Ինձ համար էլ վերջերս այդպես շատ եմ հանդիպում, շատ լուսավոր պայծառ մարդկանց հետ, անկեղծ ասեմ։ Եվ իրանք բոլորը այդպես լուսավոր, այդպես հույսով լի են։ Նո համենայնպես ասում են մենք պետքա հուսանք, բայց ես փոքրուց երբ որ ինքնությունից սկսեցինք թե ով եմ ես, հայրս ինձ մականուն էր կնքել, ասում ես երեխան ում ակաշել չգիտեմ, բայց ինքը իսկական կիկոսն է, որովհետև ես երբ որ մենք նույնիսկ տեղ ենք գնում, իսկ մենք շատ ենք սիրում շրջագայել, սովետական միությունն էր հիմնական թիրախը, ասենք իմ մոտ է, իսկ եթե հանկարծ մենք անձնագրերը կորցնենք, ինչ կլինի, իսկ եթե հանկարծ չգիտեմ մեր փողերը գողանան, ինչ կլինի, ես ասում եմ դե հանգստացի էլի, բայց ես ռիսկ հաշվող մարդ եմ։
եւ դա ինձ թվում է շատ տեղերում ինձ օգնել է։ Ես կարծում եմ, որ մինչև չլինի բառային արտահայտված գաղափարական բազա, ոչինչ չի լինի։ Որտեվ եթե մենք խոսում ենք, մենք անդադ խոսում ենք կոչերի մակարդակով։ Մենք խոսում ենք կոչերի մակարդակով, ինտերվյուների մակարդակով, փաստաթուղթ է։ Բոլոր պարագաներում պետք է համապատասխան փաստաթուղթ, որտեղ մարդիկ, տեսեք, պետք է մի հատ խոշոր տեսական փաստաթուղթ գիտակների համար, կաֆեդրոկրատների, հերական սկզբունքն է, եւ դրա պարզեցված դոկտրինը մարդկանց ընդհանուր օգտագործման համար։ Մինչև դու չունենաս ազգային ստրատեգիական փաստաթուղթ, դա բյուրոկրատիա չի։ Դա եսեք ես չեմ կարող դիտողներին ասեմ, արես փաստաթուղթ գնացեք կարդացեք ու այս փաստաթուղթով ապրելա պետք։ Չէ, իրանք կոնկրետ guidance են ուզում, ուղղորդություն են ուզում։ Ես sense եմ ձևակերպում, ասեք ես սխալ եմ։ Ասում եմ, եթե դու ուզում ես ապրես բարոյական միջավայրում, դու պետք է լինես բարոյական այդ արժեքների կրողը ու պարտադրողը։ Ուժով կլինի, չգիտեմ, ոնց ուզում է լինի, դու պետք է պարտադրես, որովհետև չարը լկտի է, անպատժելիության զգացումը, կառավարող զգացումը։ Գիտեք Վարդան ջան, այն ինչ որ դուք խոսում եք, հանկարծ չնեղանաք ինձանից։ Շատ հաճախ իմ արտասահմանից ընկերները նույն որակով են խոսում, նույն տեսլականով, ասում հələ տեսնում եք, չէ, դուք մոռանում եք, որ քանի տարի շարունակ դուք գտնվում եք ազատ երկրում, որում տարբեր է, մեկը Ամերիկայում, մեկը Լյուքսեմբուրգում, մեկը ասենք Ֆրանսիայում, մեկը Բելգիայում։ Ասում եմ դուք, երբ որ ստացել եք անձի այդ իրավունքների պաշտպանության framework-ը, հա, այդ շրջանակը, ձեզ թվում է, որ այդ իրադրությունը կիրառելի է նաև Հայաստանի վրա։ Դուք չեք պատկերացնում մի բան, որ դուք կարող եք ասենք եթերում խոսել, հա, հնարավոր է ձեզ կարգապահական տուժի ենթարկեն կամ public shaming-ի ենթարկեն, բայց եթե դուք հիմա հրապարակավ Facebook-ում Տրամպին հայհոյեք, ձեզ կարող է բանով թղթով կանչեն դատարան, դե դուք պատասխանեք, թե ինչ եք դուք հայհոյել, բայց ամենայն հավանականությամբ չեն էլ կանչի, չէ, Վարդան ջան, ասենք ձեր հայհոյանքը կամ Էգոտ ունեն կողմ դրոշակ կա, վրան գրած է fuck Trump։ Այդ դրոշակը մի տարի անցած է։ Այո, այսինքն ինչ է նշանակում, դա նշանակում է ապրել ազատ երկրում։ Դրա մասին չեմ խոսում, ես չեմ կոչանում հայերեն։ Երբ որ դուք խոսում եք պայքարելու մասին, դուք հասկանաք, որ Հայաստանում ամբողջ ուժով աշխատում է բռնապետական մեքենա։ Մարդիկ հատուկ մարդկանց վախեցնում են յուրաքանչյուր գրառման, յուրաքանչյուր խոսքի, ընդ որում դա չտեսնված, չլսված բան է, պետական պաշտոնյաները, որոնց գործը լրիվ ուրիշ բան է, մեկը նախարար է, մեկը ԱԺ բան է, պաշտոնյա է, նրանք առավոտից երեկով Facebook-ում զբաղված են այդ բանի վախի մթնոլորտի սերմանմամբ, որ այս ինչ կանենք, այդ դա սենց եք, մենք սենց կանենք, այս տպեցիր այս նյութը ես ժուրնալիստների միությունն ենք վերցնում, ես ենք անում ենք, մենք գտնվում ենք անազատ միջավայրում եւ բնական է, որ ասում է շատ վատ բան եմ ասում, որ ձայները տակ տեղից է դուրս գալիս, բայց պայքարը պետք է ունենա տարածք։ Այսեր Սարգսյանը տվել էր այդ տարածքը, մարդիկ գիտեին, որ լիքը բաներ կարող են ասել անել, որտեղ եթե անգամ իրանց բռնեն, քաղաքացիական հասարակությունը, հանձինս օրինակ նույն Դանիել Իոնիսյանի կգա պաշտպանության։ Հիմա քաղաքացիական հասարակությունը բոլորը չնչին բացառություններով հանձին Դանիել Իոնիսյանի գալիս են եւ աշխատում են սովորական քաղաքացու դեմ։ Գործ են տալիս, բան են անում, չգիտեմ ինչ են անում։ Դուք հասկանում եք, գիտեք, չէ, ես վերջերս Facebook-ում բան է, ֆլեշմոբ է, բոլոր պաշտոնյաների հայհոյական խոսակցությունները թեգում են եւ սպառնալիքները, թեգում են Դանիել Իրանոսյանին, ասում են, բա չես ուզում հաղորդում տաս։ Եվ նա բնականաբար ձայն չի անում։ Մենք ապրում ենք ոչ թե ծուռ հայրենների թագավորությունում, ծուռ հայրեն հենց մի կերպ տանելի է։ Մենք ապրում ենք ջարդված հայրենների թագավորությունում, որտեղ երևում է միայն մեր կերպարանքի պատառիկները։ Ես կարող եմ ենթադրել, որ ըստ ձեզ ժողովուրդ անելու բան չունի, մեր նման մարդիկ անելու բան չունեն, քանի որ ասենք բռնապետական է եւ պետքա
հարևանի դեմքին նայես, ինքը քեզ ոնց է փորը տանի, հա։ Ու չասես, ալա գեդինը չես մտնում դու։ Ես դրանից շատ վատ եմ զգում։ Ես իմ հույլ ռեսուրսներով, չեղած ռեսուրսներով, տարածորեն անկեղծես ասեմ, եւ շատ համեստ հնարավորություններով փորձում եմ անել մաքսիմալը, ինչ որ ես կարող եմ իսկապես։ Որտեւ մեկ-մեկ ասում են պետքա պլակատ վերցնել եւ դուրս գալ հրապարակ, ասում ժողով, ես պլակատային մարդ չեմ, էլի, ոչ էլ միտինգային մարդ եմ, ասենք իմ Ոչ համար էլ դա իմաստուն է։ հա, նո չէ, բայց ես չգիտեմ թե որքանով, թե միջև որ աստիճանը կլինի իմ այս խոսելու հնարավորությունը, որտեվ ակնհայտորեն ես չեմ ուզում դրա մասին բարձրաձայնել, բայց իհարկե ակնհայտորեն ճնշումներ կան։ Նրանք դեռ այնպիսինը չեն, որ ես դրա մասին խոսեմ հատուկ թիրախավորված, բայց նրանք կան։ Նրանք կան։ Եվ դա մեծ անհարմարություն է պատճառում, որտեղ ի տարբերություն մեր պետական պաշտոնյաների, ես շատ դժվար է վաստակում եմ իմ հացը, եւ դուք պատկերացնում եք Վահան ջան, երբ որ դու գործերի մեջ խեղդված ես եւ ստիպված ես, ասենք, այս մի բան անել, քո էջաքանակը ապահովել, քո թարգմանությունները անել, այս անել, այստեղ վազել, այնտեղ վազել, շատ դժվար է նաեւ այդ սիտուացիայի մեջ դիմագրավել այն ճնշումներին, որոնք քո վրա իրականացվում են։ Դա այդպես է։ Դա այդպես է եւ պետքա մարդկանց հասկանալ, որովհետեւ իրենք կամիկաձեների նման նետվեցին փողոցները հեղափոխության ժամանակ ոգևորված եւ իրենց նետումը վերջացավ այս խայտառակությամբ, բնական է, որ իրանք արդեն հոգնել են փողոց դուրս գալուց, ես հիշում եմ առաջի անգամ, որ դուրս եկա հրապարակ, նայեցի, տեսնեմ Կարեն Կարապետյանի ամբողջ անձնակազմը այնտեղ, նույն Սամվել Կարապետյանի ամբողջ տաշիրն է հրապարակում, շատ հետաքրքիր էր։ Ինձ համար այն ժամանակ նույնիսկ 2018 թվականի Կոնստիտուցիան այդ հրապարակի շատ հետաքրքիր է, որտեղ դες բոլորին ճանաչում էի դեմքով։ Նո ոչինչ, ամեն մեկը պատասխանատու է նրա համար ինչ որ անում է։ Բայց եւ այնպես մարդիկ դուրս եկան, իրենք ուզում են փոփոխություն, իրենք տենչում են փոփոխություն եւ դա բնական է, որովհետեւ վիճակը մեղմ ասած լավ չէր, մեղմ ասած։ Բայց իրենք տեսան, որ իրենց փոփոխությունը եւ իրենց ձգտումները քթից դուրս եկան։ Դրա համար բնական է, որ հիմա բոլորը մի տեսակ իրենց պարկուճի մեջ ամփոփված ամեն մեկը ասում եմ վզեզին աշխարհ մանուշակա ճոճքեր թվում աշխարհներ ծիրանագույն Վրաստան։ Իհարկե դա այդպես չի։ Եվ իհարկե ամբողջ Հայաստանը կներեք փայփայում է էմիգրացիայի տարբերակ։ Այ անկեղծ տենց բանը բոլորը բացառությամբ այսպես կոչված իշխանական շատ փոքր խմբակի եւ նրանց հարազատների Հայաստանի վրա թեվածում ասում եմ մի տես բանա ուրվական աշնջում Եվրոպայում չէ բանը մի ուրվական աշրջում Հայաստանում արտագաղթի ուրվականը եւ հիմա դա բացարձակ իշխանություններին չի մտահոգում, որովհետեւ իրենց Հայաստանը, որ իրենք ծրագրել են իբրև թուրքական տրանզիտ, կարող է ունենալ ցանկացած էթնիկ կոնստիտուցիա։ Դա կարող է լինի պակիստանցիներից եւ հնդիկներից կազմված մի հատ բան, հանց, պլյուս ադրբեջանցին։ Արմը թոմբնա Հայաստան, ինչ է եղել։ Լավ, ոմես հիմա լսողներին մեկ ինչ ասենք, ինչ առաջարկենք։ Ունենք ասելու կամ առաջարկելու, չէ, ասենք բանը գրին քաղաքի։ Չէ, իրենք խաղարկելու են առանց մեր ասելու։ Մարդիկ խաղարկում են առանց մեր ասելու եւ ոչ մի կոչ իմաստ չունի, բան, բայց իմաստունի հետ։ Չէ, ես կոչի մասին չեմ խոսում, ես իմաստունի հետեւյալը։ Տեսեք, լեհերը, որոնց մասնատում էին սովետական միությունը եւ Գերմանիան, սարսափելի է։ Լեհերը մի մասը սովետական օգնության կողմնակիցներ են, մի մասը գերմանական։ Այսինքն իրանք իրար ուտում էին, թե ով է գալու իրանք փրկելու։ Արդյունքում Լեհաստանը մասնատվեց եւ հավասարացվեց հողին։ Այո։ Բայց կա Ֆրանսիան գրավեցին։ Ֆրանսիայի դիմադրությունը ստիպված պայքարում էր եւ ներքին իշխանությունների դեմ, որոնք ասում են չդիմադրեք, եւ արտաքին թշնամու դեմ։ Բոլոր երկրներն անցել են այդ բողը։
Բայց բոլոր երկրները սովորել են այն դասը, որ միակ տարբերակը դա խոհանոցի ներքին դիմադրությունն է։ Տեսեք, ես ոչինչ չեմ ասում, ոչ մի քայլ պետք չի, բայց խոհանոցում յուրաքանչյուր մայր պետք է ասի, թե ինչա Արարատը։ Յուրաքանչյուր մայրը առանձին, իրա ինչպես անում են հрьяաները, շշուկով։ Թե ինչ ասել է բանը, հայկական պարությունը, թե ինչ ասել է այդ կրթությունը, թե ինչ ասել է, եւ դա է միակ ճանապարհը հիմա ներկայացնում ներքին դիմադրության շարժում, որին իհարկե անպայման պետք է իդեոլոգիական փաստաթուղթ, որ հետո հենց գեոպոլիտիկան փոխվի, իսկ հավատացնում եմ ձեզ, մարդը որ ուսումնասիրում է նախադեպերը, գեոպոլիտիկի այս վիճակը պայթելու։ Դե ես էլ Բանը ինքը այնքան նման է նախորդ պայթուցիկ ցիկլերի վիճակին, որ ինքը պայթելու։ Եվ այդ ազգը պիտի պատրաստ լինի։ Ահա, ես փորձեմ բան անել, էլի ամփոփել։ Ես էլ եմ լինեն էմիգրացիայում, դեգոլները պետքա ծնվեն էմիգրացիայում։ Եկեք հիշեք, որ այն ժամանակ դեգոլը չլիներ էմիգրացիայում, դեգոլի գլուխը կուտեին եւ դեգոլն էլ չէր ձևավորվի ու չէր ստացվի։ Դեգոլները պիտի գան էմիգրացիա։ Չէ, վստահ եք, դեգոլ չէ, բայց անպայման եկողներ կլինեն։ Ես օգամ։ Իհարկե, եկողներ պետք։ Փորձեմ ամփոփել։ Ես էլ եմ կարծիքի, որ մեկը պայթելու է դրսում, ու դրսի պայթումը չի կարող չանդրադառնալ ներսի վրա։ Միանշանակ։ Այսինքն այդ խոհանոցային ձեր ասած դիմադրությունը չհանձնվել, երեխեքին շարունակել կրթել, ինչպես արդեն տեսնել, որ պետական համակարգը աշխատում է քո դեմ, ինչպես արեցին հрьяաները, չէ՞, եւ ձևավորել ներընտանեկան համակարգ։ Ներընտանեկան ենք, Անուշյան, այդ համար մենք էդ անցել ենք թուրքական Օսմանյան կայսրության ժամանակ։ Այո։ Նույնը եղել է հայ ընտանիքում, հայկինը ֆես չի կրել, հայկինը թուրքերեն չի խոսացրել, հայկինը տանն է պահել է հայ։ Միջև այն պահը, որ մենք ստիպված ենք միջև այդ պահը դիմել։ Սա ձեր բանաձևն է։ Եվ հիշել, այո, եւ հիշել իհարկե, որ հաստատ ալտերնատիվը Ռուսաստանը չի։ Թե չէ, հայ գարեն ճանճի նման է, ասում է ճանճը որ ասում է մի կողմում մեղրի բանն է գնում, մի կողմում մուրաբայի, ուր գնում է խրվում է։ Չի հասկանում, որ պետքա թրջել էլի այդ երկու գետերի միջև, հա։ Ես եմ այդ կարծիքին, ես էլ իմ կողմից մի բան եմ ուզում ավելացնել, որ մեկը սրանք վաղ թե ուշ հայտնվելու են Աստծո դատաստանին, բոլորը սրանք։ Մեր գործը բոլորիս դա այդ հանդիպումը արագացնելն է, շուտ կազմակերպելն է։ Աստծո դատաստանը շատ էֆեմեր բան է։ Կա մարդկային դատավարություն եւ կա նաեւ խղճի դատաստան, խղճի դատաստան։ Եվ դրա համար նաև խնդիրն է, դրա համար են իրենք ուզում սպանել բարոյականությունը եւ խիղճը մարդկանց մեջ, որ դատաստանի թեմա չլինի։ Բայց կա խղճի։ Այն հիշում եք, որ բանը գրում էր, Լերմոնտովը ասում է, «Но если Божий суд на перстнике разврата». Ну, այդ Божий суд-ը բանն է, դա մարդու ձայնն է, բարոյական մարդու ձայնը։ Ես այս վերջերս մի հատ աննախատ բան, ես այս վերջի հաղորդման ժամանակ խոսացել եմ, երևի դուք էլ տեսել, իմ համար շատ անակնկալ Ռուսաստանում մի հատ մեծ շարժում սկսեց Լարիսա Դոլինյանի դեմ։ Գիտեք ինչ, որտեղ նա տուն էր վաճառել, իր տունը վաճառել էր, փողը փոխանցել են իր անունով, ու ինքը այդ փողը տվել էր բանդիտների։ Ու տունը հետ էր ստացել։ Դատանել ասել է վճարողին գնա բանդիտներից ստացի։ Ու ես հետևանքներն եմ ասում։ Բոլոր տեղերը որտեղ համերգներ ուներ, մարդիկ տոմսերը հետ են տալիս։ Սա Ռուսաստանում։ Որ մենք սովորենք ասել, չէ, Ռուսաստանը ասենց կոռուպացված, այնտեղ թքածուներ ինչա կատարվում։ Այսինքն այս հանգամանքի ցույց տալի մի բան, որ ինչքանով մենք ուզում ենք չտեսնենք այդ աշխատող շերտերը, ընդհանուր կոնսենսուս կա մարդկանց մեջ, որ չի կարելի այտենց ապրել։ Ես չեմ ուզում բառն ասել, հա։ Բառը դուք ասեք։ Ասեմ ձեզ, որ Հայաստանի ամենաինտելիգենտ հասարակությունը ուղղակի չի հասկանում,
բոլորը իրար բողոքում են, ասում են կյանքում sense բառեր ասած չկան, բայց որոշակի բարձրացի երևույթների մասին խոսելիս ինքնաբերաբար արտանետվում են այդ բառերը։ Ուղղակի ես չի սպես ամեն անգամ այդ բառ ասելուց ես ժամերով չեմ խոսում կնոջ հետ ոչ թե ես ինքի հետ չի խոսում դա մասած միտքս հասկացակված Չէ, եթե ես հանկարծ մոտակա մի բառ ասեմ մոտալու հավատացնում եմ ձեզ այն ամբողը որը աշխատավարձ է ստանում իմ նմաններին հետևելու համար առանձին տողով ոսկե կարմիր տողով դավազացնելու է եւ ասի այ սա է հա համասարանի կրթություն ապահովողը բայց մեկ գիտեք ինչ կա այսպիսի մի բան կա բան Մոսկվա պիտուշկի վեբ կա շատ լավ վեբ է էլ Վենչկա Երաֆեևի որ ասում է այդ մեկ այդ բառերը ուղղակի արտահայտում են ոչ թե իրականությունը, այլ իրականության անհուսությունը։ Այ մենք գտնվում ենք իրականության անհուսության մեջ, որտեղ այդ բառերը արտահայտում են անհուսության, իրականության անհուսություն։ Ես էլ առաջարկում եմ այդ բառին նայել ոչ թե բառ, այլ կերպար։ Այո։ Դա կերպար է, դա երևույթ է, դա բառ չի։ Ես ասեմ ավելի վատ բանը։ Դե ես տարիներ շարունակ ես երևի 5 տարի մի քանի անգամ ես հարցազրույց եմ ունենում ուղիղ Վարդան Ղուկասյանի հետ։ Ինքը իհարկե իմ եթերը միշտ մաքուր ապա է, բայց այս երևույթի համար ես այնքան եմ հալածվել, այնքան sense ինչեր են գրվել մասին դու մասին, բայց ես շարունակել եմ իմ գործն անել։ Դա չի, այն քննադատողները իսկ գնում են Վարդան Ղուկասյանը երբ է դու զգալու բանտից։ Դե հա, բնական է։ Այդ բանը, այլախոսությունների եւ այդ այլակարտությունների բան, մի հատ անեկդոտ պատմեմ, ոչինչ չէ, որ եթերը ռուսաստրուկությամբ կեղտոտեմ, ռուսական պատմեմ, որ մեկը կանգնած է պլակատով գրում է, գրած է վրան, էլ ասում է բանը. Когда это сволочь сдохнет։ Եվ մեկ պլակատով кагնած է մոտենում է ոստիկանը ասում է пройдите в участок ասում է абана ասում է я что просто с плакатом стою ասում а вы не знаете кого я имею в виду ասում է как ասում է весь народ знает и только Ամոժ ուտը գիտի չսա Դե լավ շատ ծիծաղացին, կարելի է մտածել վիճակներս այնքան լավ է, բայց եթե Իդեպ ասեմ ձեզ, որ ծիծաղը գալիս է այն ժամանակ, որ մարդը արդեն խորագույնս հուսահատության մեջ։ Էսի դեպրեսիայի ծիծաղը։ Հա, մինչև այդ ինքը լաց է լինում։ Հույսով, որ ինչ-որ մի բան կարելի է բանալ։ Ես մի բան պատմեմ, երբ սանով ավարտենք, ես մեկ շաբաթ առաջ էր, ուրեմն 2 հանդիպում ունեի։ Իմ տնից Մանհեթեն ես գնում եմ ժամուկես էլի, եթե մեքենայով 40 րոպե, բայց հիմնականում նամով եմ գնում, գնացքով եմ գնում։ Մանավանդ Մանհեթենի ծերը հանդիպում ունեի, 2 հանդիպում, մի հատ առավոտ, մի հատ երեկոյան։ Առավոտ գնացի, ուրեմն հետո հիշեցի, մեկ էլ հետաձգվել էր հանդիպումս, բայց արդեն հասել եմ տեղում։ Ախր այդ հետաձգվել էր հանդիպումը, մի խոսքով, բայց քանի որ լսելով գնում, կարդալով գալիս եմ, տեսնել թե տարա։ Ուրեմն չմնացի քաղաքում։ Գործեր ունել լսի ասի հոգնելու եմ ինչի սա պետ է, եղանակն է լավը չէր։ Ասի գնամ տուն։ Միջև հասնեմ հետ գալու ժամանակը կնի։ Եկա տուն ես սուշ խմեցի, բայց առանց տեքստերը ստուգելու գնացի էլի նույնտեղ։ Հիմա ոչ հասա տեսնեմ այդ տղեն գտել է, որ ինքը այսօր չի կարող գա, խնդրում է հանդիպում է հետաձգել։ Այդ ուրեմն կանգնած Եղանակը հոչ եմ ծիծաղում իմ վրա, դեպրեսիայի մեջ ոնց կարելի է նույն բանը երկու անգամ անել։ Իջը շատ նման է մեր հայազգի տրայեկտորիային։ Նույն շրջանակն է։ Ասում ոնց կարելի է նույն, արա մի անգամ կտրվի այդ հեռախոսից այդ նորությունները մի հատ քո նամակները կարդա, դու գործի մարդ ես, մի հատ բիզնեսից հետևի։ Ասում ու այդ բանից այդ դեպրեսիան իմ մոտ վերածել ծիծաղ, կանգնած փողոցի մեջտեղը ծիծաղում եմ, ասում եմ, արա դու ոնց կարող էիր, երկու անգամ մի օրվա մեջ, քեզ խնայիր գոնե։ Արթան ջան, իմացի որ մարդիկ կան, արդեն քանի դար է այդ շիկը անցնում են։
Լավ, մեր դիտողներին շնորհակալություն, մեզ կներեք մեր այս չարթարացված տրամադրության համար, ոչինչով չարթարացված, ոչինչով չհիմնավորված, բայց այսօր չլինի մենք խելագարվենք։ Ամեն դեպքում այս ինֆորմացիոն հոսքերի մեջ մեկ-մեկ երևի սա էլ է պետք։ Հաղորդման։ Բան կա ավելացնելու։ Չէ։ Էմրաս մնացածը արդեն դուրս է բանակիր բառապաշարից։ Դրա համար մենք ավելացնում, մտքում ենք բաղ։ Մտքում ասենք, ես էլ մտքում ասեմ, քանի կինոծիտանից չի եղացել։ Դե լավ, շնորհակալություն մեզ հետևելու համար, շնորհակալություն Տիկին Սեծրատյան եւ մենք կհանդիպենք։ Ինչ կարծիք եք, եթե մենք մի օր հանդիպենք, ուղիղ եթերում հարց ու պատասխանի ձևով։ Մարդիկ կարող է հարցեր են ուզում տան։ Հա, իհարկե։ Եղավ, կազմակերպենք անպայման դա։ Շնորհակալություն, ես տեսնություն ձեզ։ Լավ մնացեք։